Սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում է Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը եւ այսօր մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ ու քանի որ Աղթալան, որտեղ անց են կացվում այս նկարահանումները, հայտնի է իր խորովածի փառատոնով, այսօր կպատրաստենք մի հետաքրքիր խորոված, որը մտածում եմ, որ շատ դուր կգա մեր հեռուստադիտողներին։ Խորովածը մենք պատրաստելու ենք խոզի մսից, տեսնում եք այս խոզի միսը, որը եղել է մի խոզ, որը ոչ թե աճեցվել է ֆերմայում, այլ ինքը արածել է եւ քայլել է մեր անտառներում եւ այն հիմա մենք կմասնատենք։ Մասնատելու համար իրեն հետաքրքիր ձևով ենք մասնատում, մոտավորապես կես սանտիմետր լայնությամբ, երկարությունը մոտավորապես 6-7 սանտիմետր։ Իրեն այս երկարությամբ ենք կտրում եւ այս լայնությամբ, որովհետեւ այն պիտի օգտագործենք նաեւ հետագայում մշակման համար անհրաժեշտ այս երկարությունը եւ այս լայնությունը։ Ինչպես տեսնում եք, մենք այս օգտագործում ենք բաց ձեռքեր, ինչու, որովհետեւ ձեռնոցներով աշխատում են այն ժամանակ, երբ որ այնպիսի արագ սնունդ է եւ դա փողոցում է եւ հնարավոր չէ ձեռքերը լվանալ, իսկ բոլոր այն վայրերում, որտեղ որ հնարավորություն կա արագ ձեռքերը լվանալու, ավելի ճիշտ է ձեռքերը լվանալ եւ դա ավելի հիգիենիկ է, քան ընդունենք ձեռնոցներ կրելը։ Եվ պետք է ասեմ, որ ձեռնոցները իրենք ավելի շատ բակտերիաներ են իրենց մեջ պարունակում, քան լվացված ձեռքերը։ Հերթական կտորն ենք մենք կտրում։ Մսի հյուսվածքները տեսնում եք ինչ հետաքրքիր գույն ունեն եւ ինչ հետաքրքիր կազմված եւ գիտենք, որ ինքը երբ որ արագ է վերադառնում իր նախնական դիրքին, երբ որ իրեն սեղմում ենք, ապա ինքը լավ որակական հատկանիշներով օժտված միս է։ Այսքանը թերևս բավարար է մեր ուտեստը խորովածը ստանալու համար։ Հիմա մենք կմասնատենք սոխը։ Սոխը անհրաժեշտ է մեզ ոչ թե իր ֆիզիկական զանգվածը, այլ անհրաժեշտ է իր հյութը։ Եվ հիմա ինչպես այս քանակությունը, այնպես էլ մի քանի սոխի գլուխ ավել մենք կանցկացնենք քերիչով, էլեկտրական քերիչով, որից հետո իր հյութը մենք կմզենք համապատասխան տարայի մեջ, որպեսզի մենք մարինացնենք մեր միսը խոզի։ Հիմա այստեղ նշանակություն չունի սոխը մենք ինչպես կկտրենք։ Նկատում եք, որ մենք ժողովրդական լեզվով ասած կրետներ ենք ասում, կրետները եւս հավաքվում են, իրենք էլ զգում են, որ միսը լավն է թերևս եւ քանի որ մեր նկարահանումները անցնում են բնական միջավայրում, մերը ստուդիական չեն նկարահանումները եւ այստեղ հնարավոր չէ ապահովել այնպիսի միջավայր, որ ընդունենք այս միջատները չլինեն կադրում, ինչը բնականություն է հաղորդում մեր հաղորդման անշուշտ, ինչն էլ մեր նպատակն է, որովհետեւ մեր նպատակն է բնության մեջ, բնական միջավայրում ստանալ լավ կերակուրներ։ Այս սոխը հիմա մենք կանցկացնենք էլեկտրական քերիչով, որից հետո իր մզվածքը կօգտագործենք խոզի միսը մարինացնելու համար։ Այս միսը մենք կմարինացնենք առնվազն 3 ժամ, 3 ժամը լրիվ բավարար է։ Դուք տեսնում եք այն համեմունքները, որ մենք օգտագործելու ենք, օգտագործման ժամանակ անշուշտ մենք նաև դրանք կներկայացնենք։ Հիմա մենք սոխը կտեղափոխենք, որպեսզի էլեկտրական քերիչով մենք այն մասնատենք, մանրացնենք եւ որի մզվածքը մենք կօգտագործենք։ Սիրելի հեռուստադիտող, դուք տեսնում եք այս սոխի մզվածքը, այն հիշեցնում է մեզ նոր կտված կաթին եւ ովքեր որ մեծացել են գյուղում կամ եղել են գյուղում կհիշեն, թե ինչ ախորժաբեր հոտ ունի։ Հիմա սա նույնպես հետաքրքիր հոտ ունի, հիմա մենք այն կմզենք այս քամիչի միջոցով եւ այս բժշկական
մարլյայի, այսպես կպահենք։ Մեզ անհրաժեշտ սոխի հյութը մենք ստացանք, այն հիմա որպեսզի համեմունքները ավելի լավ վերցնի, մենք օգտագործենք ձետ, այստեղ մոտորապես մենք կօգտագործենք 50 գրամ ձետ, 50-ից 60, այնուհետ կանցնենք իհարկե համեմունքներին, մենք հիմա կօգտագործենք այստեղ աղ, մի փոքր աղ կանենք նաև իրեն, ինչպես նաև մեր համեմունքային փունջի մեջ կանենք աղ, ցիտրոն, այս փայտային մասը մեզ պետք չի, բնականաբար նրանց հրաժարվում ենք, կարմիր պղպեղ այս դեպքում կծու, սև պղպեղ հատիկավոր և բնականաբար մեր համեմունքների թաքուհին ուրցը, որ առանձնահատուկ համ կհաղորդի, որովհետև այն լալվարի բարձունքներից բերված է։ Հիմա մենք գտնվում ենք աղթալայում և մեր ձեռքին է այս հավանգը, որը բրոնզյա է և գիտեք, որ աղթալան պղնձի հայտնի հանքավայրերից մեկն է, որտեղ նաև բնականաբար բրոնզ են ստացել, պղինձը խառնելով անագի և ալյումինի հետ, դժվար է ասել, թե սա աղթալայի պղնձից է պատրաստված, թե ոչ, բայց ամեն դեպքում այն մոտ 200 տարեկան է, և մտածում եմ, որ այս գեղեցիկ համեմունքների այս փունջը հաղորդում է նաև այդ 200-ամյա ավանդույթները։ Հիմա մենք տեսնում ենք ինչպես է փոխվում մեր սոխաջրի գույնը, հետաքրքիր գույն է ստանում։ Եվ հիմա կհամեմենք մսերը։ Մեր մսերը մենք համեմում ենք այսպես։ Սիրելի հեռուստադիտող, այժմ տեսնում եք այս վիճակում, մենք այն ուղարկում ենք սառնարան, առնվազն 3 ժամ մարինացվելու և մենք 3 ժամ հետո կմիանանք և արդեն իսկ կպատրաստենք մեր խորովածը և դուք կտեսնեք հետաքրքիր խորովածի մատուցման ձև, որը մտածում եմ, որ շատերին դուր կգա։ Մենք ինչու սոխի հյութը ստացանք, որովհետև սոխը գիտեք, ինքնին օգտագործում է մարինացման ժամանակ, բայց եթե նա հանկարծ մնում է մսի վրա, այն չորանում է, այն վառվում է և սպեցիֆիկ դառնահամ է տալի, ինչը որ մենք չենք ուզում, մեզ անհրաժեշտ է սոխի այն համը, որ ավելի կփափկացնի և ավելի կնրբացնի մեր խոզի համը։ Այժմ մենք կտեղափոխենք սառնարան և կվերադառնանք 3 ժամ հետո։ Երկիր մեդիայի սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք և հիմա նկատեցիք, որ արդեն իսկ անձրևում է, բայց դա մեզ չի խանգարում շարունակել մեր գործը։ Հիշում եք, որ մենք պատրաստում ենք խոզի խորոված լոռու խոզի մսից, որ արդեն իսկ բավականին մարինացվել է։ Եվ հիմա մենք կօգտագործենք նաև լոռի պանիր, որը հենց մենք ինքներս ենք պատրաստում։ Այս ուտեստի համար մենք կօգտագործենք լոռի պանիր, հիմա նրան կտրենք մանր ձողիկներով։ Այսքանը թերևս բավարար է։ Եվ հիմա մենք
հետաքրքիր կերպով կօգտագործենք այս պանիրը այս մեր խորովածը ստանալու համար։ Ինչ կանենք, հա, կփաթաթենք։ Սա փաստորեն մենք կստանանք լորվա խորովածի ռոլ։ Սիրելի հեռուստադիտող, մենք քանի որ անձրևը ուժեղանում է, շատ արագ տեղափոխում ենք եւ ասեմ, որ այս խորովածը պատրաստում էին մեր հանքափորները, որով այն բավականին նաեւ հագեցնող է, մեջը կա ոչ միայն տարբեր համեմունքներ, այլև ինչպես նկատեցիք, լորի պանիրն է, որ հետաքրքիր համ է հաղորդելու։ Սա յուրաքանչյուր կողմի վրա մենք կպայենք 1-1.5 րոպե, մինչև ինքը կեղևա պատվի, այնուհետ կսկսենք արդեն կես րոպե մեկ հաճախականությամբ շրջել, որպեսզի իր հյութը իր ներսում մնա։ Եվ քանի որ մեր մարինացման այդ հյութը եւ համեմունքները բավականին հետաքրքիր են, իրենք բավականին կարողացել են քայքայել այդ մսի նուրբ հյուսվածքները եւ նրանք ամբողջը անկղմվել են այս մսի մեջ։ Սիրելի հեռուստադիտող, արդեն իսկ ավարտի մոտեցավ մեր խորովածի նախապատրաստությունը եւ առաջին իսկ պատահած շամփուրը մենք վերցնում ենք եւ ուզում ենք հասկանալ ինչպես էին մեր հանքափորները պատրաստում խորոված պանիրով եւ լոռու պանիրով եւ լոռու խոզի մսով։ Հիմա մեզ օգնության կհասնի նաեւ մեր դանակը եւ այստեղ մենք կկտրենք մեկ կտորը, ահա այսպես։ Պետք է ասեմ, որ եղանակային պայմանները մեր օգտին չէին, բայց մենք տեսնում ենք, որ պանիրը հալվել է, այդ տեսնում եք սպիտակ շերտը այստեղ եւ մենք կարողանում ենք հիմա փորձել։ Ինքը ուղղակի հալվում է, ինչպես պանիրն է հալվել այս խորովածի մեջ։ Շատ լավ ինքը ներծծված է համեմունքներով եւ աղով եւ հիմա գինով մենք բաժակ կբարձրացնենք հայ արհեստավորի, հայ բանվորի, հայ շինականի համար այն ամենով, ինչ որ մեր երկիր է դառնում։ Ինչպես որ ասվում է երկիր մեդիայի հայտնի հաղորդման մեջ, երկիր է, այո, երկիր է իր շինականով, իր բանվորով, իր մտավորականով, իր մարզիկով եւ իր զինծառայողով։ Եվ բոլորի համար էլ մենք բաժակ ենք բարձրացնում այս աշնանային գեղեցիկ օրը, մաղթելով, որ մեր երկիրը լինի խաղաղ, մեր երկրի աշխատավորը լինի աշխատանքով ապահոված եւ այդ աշխատանքով ապահոված ինքը ստանա բարձր աշխատավարձ եւ կարողանա վայելել խորոված ինչպես իր տանը, իր համայնքում, այնպես էլ գեղատեսիլ Աղթալայում։ Սա կոչվում է արքայական համբույր, երբ որ գինուց հետո միանգամից խորովածն են ուտում, պարզապես այստեղ ես դադար տվեցի տեխնիկական, որպեսզի մեր հեռուստադիտողին բացատրեմ, թե ինչ եմ անում, եւ գինուց հետո անմիջապես խորոված ուտելը կոչվում է արքայական համբույր։ Փայլում։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն էր եւ ես ձեզ հետ միասին պատրաստեցի մի ուտեստ, որ խորհուրդ կտայի դուք նաև պատրաստեք ձեր բակերում, ձեր տներում եւ փորձեք ձեր ընկերների հետ մեկտեղ։